տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։ Պարոն Ղևոնդյան, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար։ Շարունակենք Իրանի թեման, քաղաքագետները ռուսաստանցի նշում են, որ փաստացի մենք ականատես կլինենք, որ այս պատերազմը իր ազդեցությունը կունենա նաև հարավային Կովկասի վրա, մասնավորապես խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի մասին։ Մենք նախորդ շաբաթ տեսանք, որ Բաքվի հետ լարվեց հարաբերությունները, բայց այս շաբաթվա սկզբին նաև տեսանք, որ դա մեղմվեց։ Ինչպես կարող է ազդել այդ պատերազմը թե Հայաստանի ու նաև Ադրբեջանի հետ կապված ինչ փոփոխություններ կարող են լինել։ Նախ հենց այս պահին արդեն ազդեցությունները կան, դրանք տնտեսական բնույթի են, դրանք լոգիստիկ բնույթի են, դրանք դեմոգրաֆիկ բնույթի են եւ այլն։ Մի փոքր էլեմենտի մասին ասենք, թե որպես օրինակ ներկայացնեմ, նավթային ամբարների խոցման արդյունքում էկոլոգիական աղետ է փաստացիորեն Իրանում, հա։ Ակնհայտ է, որ մարդիկ սեփական անվտանգության, առողջապահական անվտանգությունից ելնելով սկսելու են միգուցե իրենց բնակության վայրերը փոխել, իսկ այդ մարդիկ մի քանի տասնյակ միլիոններ են, հա։ Դրանց մի մասը փորձելու են երկրից դուրս գան այս կամ այն ձև, իսկ սահմանակից երկու պետություն կա դեպի հյուսիս գնալու մասով, դա իհարկե Հայաստանի Հանրապետությունն է եւ Ադրբեջանը։ Ինչ վերաբերում է գեոպոլիտիկ process-ին, եթե էսկալացիան շարունակվի նույն ինտենսիվությամբ, իսկ ասեմ ձեզ ռումբերի դրամաչափերն են մեծացել արդեն, այս օրինակ Պենտագոնը հայտարարեց, որ իրենք Իրանում 5500 թիրախ են խոցել եւ այս պահի դրությամբ նույնպես այդ ռմբակոծությունները, փոխադարձ հարձակումները եւ այլն կան, մենք կարող ենք նաեւ ականատես լինել ցամաքային օպերացիայի։ Իհարկե ես կարծում եմ, որ ցամաքային օպերացիայի այսպես ցանկություն խորքային իմաստով Միացյալ Նահանգները չունի, ավելին ասեմ, այստեղ մի ուրիշ հետաքրքիր իրավիճակ կա, պատերազմի մեջ մտնել է, այդ պատերազմը դեմքը պահելով ավարտին հասցնելը մի բան է, հա, իրողությունները մի բան են եւ իհարկե Միացյալ Նահանգները փորձում են այդպիսի դռներ, պատոհաններ գտնել, բայց Իրանի դիրքորոշումը, հրապարակային դիրքորոշումը ամենաբարձր մակարդակում շատ կոշտ է եւ նաեւ էմոցիոնալ էլեմենտներ կան, որ մենք վրեժխնդիր ենք լինելու, մենք պատժելու ենք նրանց եւ բոլոր նրանց, ովքեր հարձակում են գործել։ Հիմա Ադրբեջանի Հայաստանի պարագայում իրավիճակը ոչ միանշանակ է, երկուսն ու Հայաստանը փոքր պետություն է, Ադրբեջանը միջին տրամաբանչափի պետություն է, բազմաթիվ կապերով կապված են, Ալիևը դիվանագիտական իրականության մեջ է ինքնադրսևորում, սկզբում աջակցում է, հետո կոշտ քննադատության է ենթարկվում, բացառապես կարծեմ այսօր էր հումանիտար երեկ էր հումանիտար օգնության ինչ-որ ծավալ է ներկայացնում, այն ինչ-որ Ալիևի մասով հավանաբար պլանավորվել էր դեռ 2020 թվականին, որ ինքը պետք է մասնակցի պատերազմին, ես վստահ եմ, որ ինքը չի ցանկանում, որովհետև իր համար ռիսկերը էականորեն մեծ են, ինչպես Ադրբեջան պետության տեսանկյունից, այնպես էլ իր սեփական իշխանության պահպանման տեսանկյունից, Հայաստանի պարագայում դժվարանամ ասել, որ Հայաստանը իր միջազգային իրավական կարգավիճակը վերահաճել տարածքի, այսինքն մի տարածք, որը օրինակ գեոպոլիտիկ մրցակցության դեմ Իրանի եւ Ռուսաստանի դեմ կարելի է օգտագործել եւ այլն, հա։ Դիցուկ հենց այս պահին մեր այսպես հարցազրույցի ժամանակ Հայաստանի ղեկավարը արտաքին քաղաքական տեքստեր է հնչեցնում Եվրամիության մայրաքաղաքում, որոնք ամենևին չեն բխում Հայաստանի Հանրապետություն պետության շահերից։ Հիմա օրինակ Ստրասբուրգում Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդարանում, որ Հայաստանը փոքր համեստ երկիր է, մնում է միայն աղոթենք Մերձավոր Արևելքում բոլոր զոհերի հոգիների համար, անդրադառնալով իրանական պատերազմին։ Ինչի մասին է այս հայտարարությունը։ Ոչ թե պետությունը պետք է աղոթի, այլ պետությունը պետք է փորձի բոլոր հնարավոր հարթակները, բոլոր հնարավոր միջոցները օգտագործի, որ հնարավոր աղետի դեպքում օրինակ, հա, 100,000, 200,000, 1 միլիոն մարդ է բարձրանում հյուսիս։ Ինչպես է խնդիրը լուծելու։ Պետք է պարենային միջազգային կազմակերպությանը ՄԱԿ-ին դիմեն, որպեսզի կարողանան որոշակի միջոցների հատկացումներ լինեն, որովհետև այդ մարդիկ, այդ մարդկանց հետ ամենատարբեր շրջանակներ կարող են Հայաստան թափանցել, Հայաստանի անվտանգության տեսանկյունից դրանով պայմանավորված խնդիրների մասով։ Հայաստանի արտաքին առևտրի 25%-ը կապված է հարավի հետ, Իրանի միջոցով Բանդարաբասից է ապրանք գալիս եւ Իրանից է ապրանք գալիս։ Այսինքն ոնց են այդ նոր շուկաներ գտնելու եւ ոնց են այդ լոգիստիկ ապահովումը իրականացնելու դեպի Հայաստան, որտեղ դա ուղղակիորեն գնաճ է ենթադրելու բոլոր քաղաքացիների համար։ Ամենակարևորը, եթե ռազմական էսկալացիան այսպես շարունակվեց եւ ծավալները մեծացան, Հայաստանը ինչ գործիքակազմ է օգտագործելու, արդյոք հիմնվելու է իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վրա Ռուսաստանի հետ, հաշվի առնելով հակառուսականության այն ամբողջ կայուն այսպես թիրախային նպատակային պլանավորված քաղաքականություն, որ գործող իշխանությունները իրականացնում։ Իսկ գիտեք, իրականում Աստծո հույսով են ապրում, հա, այն մարդիկ, ովքեր եկեղեցու դեմ են պայքարում։ Իդեպ խորհրդարանում, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը արդեն հասցրել է բողոքել, դժգոհել հայ հոգևորականներից, մասնավորապես Բագրատ Սրբազանից։ Սա որպես դա իր ոճի մեջ է։
իր ոչի մեջ։ Հիմա ներքաղաքական process-ների մասին այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ փաստացի 2021 թվականին ընդունված ընտրական օրենսգիրքը այս փետրվարի 7-ից արդեն ուժի մեջ է մտել եւ հունիսի 7-ին նշանակված ընտրությունները նոր ընտրական օրենսգրքով է անցկացվելու։ Եվ այսպես ամենակարևորը կուսակցությունների անցողիկ շեմը իջեցվել է 4%-ի է հասել, իսկ արդեն դաշինքների դեպքում անցողիկ շեմը հակառակը բարձրացվել է 3 ուժից ձևավորված դաշինքի համար 8.4% եւ ավելի ուժերի դեպքում արդեն 10%։ Պարոն Ղևոնդյան, սա ինչ է նշանակում քաղաքական ուժերի համար։ Այստեղ պետք է հասկանալ նայած որ ուժի համար եւ նայած ինչ դիրքավոր բամբ, հա, որովհետեւ երբ որ իրենք կուսակցությունների անցողիկության շեմը իջեցնում են, դա համեմատաբար առավել հարմար պայմաններ է ստեղծում օրինակ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության համար, որովհետեւ մեր իշխանական շրջանակի համար, որոնց մի մաս ընդդիմություն է խաղում եւ այլն եւ այլն։ Ինչի, որովհետեւ հնարավորությունները այդ ունեն վարչական ռեսուրսների միջոցով դրանց աջակցության էականորեն մեծանալու եւ կոնկրետ գործող վարչապետը եւ այս թիմը հույս ունի, որ այդ քվեները, այսինքն անցողիկության արդյունքում ստացած քվեները իրանք հետագայում կօգտագործեն համանդրական մեծամասնություն ունենալու տեսակետից։ Դաշինքների շեմը ինչի են բարձրացրել, այդտեղ առնվազն կա այսպիսի տրամաբանություն, കാരണം դաշինքների մեջ մոբիլիզացիա է տեղի ունենում հիմնականում ընդդիմադիր գաղափարական այսպես ուժերի կողմից, հետեւաբար պետք է դրանց համար ոչ մրցակցային պայմաններ ստեղծեն, գումարած որ այս ընտրությունները շատ ծանր ընտրություններ են լինելու, որովհետեւ գործող վարչապետի նրա թիմի համար կենաց մահվան հարցը, հա, այսպես դա այսպես ալեգորիկ համեմատություն է, հա, որ հետագայում մեղադրանքներ չհնչեցնեն, քաղաքական կյանքի եւ մահվան մասին է խոսքը, հա, այսինքն քաղաքական դաշտում իրանք կմնան, թե կանհետանան, հա, ինչի են այդպես արել, որպեսզի հնարավորությունները փոքրանան, բայց ընդդիմադիր դաշտում կան առանձին կուսակցություն, առանձին թիմեր, առանձին անհատներ, ովքեր կարող են օգտվել եւ ենթադրում են կօգտվել, օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշել է, որ ինքը պետք է կուսակցական ֆորմատով գնա մասնակցի եւ դա իհարկե այսպես մրցակցային շահեկան առավելություններ է իր համար ապահովելու, այսինքն այն թիմերը, ովքեր միանում են Բարգավաճ Հայաստանի, ոչ թե դաշինքային ֆորմատով են նրա հետ գնում ճանապարհ, այլ մտնում են կուսակցական ֆորմատ, բայց այստեղ հասկանում ամբիցիաներ խաղացնելու ժամանակը չի այս ընտրությունների պայմաններում, որտեղ մեր խնդիրը պետություն ունենալու հեռանկարի ինչ-որ ձև ապահովելն է եւ ոչ թե ասել թե ով որ համարում է կամ դաշինքով են գնում, թե կուսակցական ֆորմատով են գնում։ Ամեն դեպքում ընտրական process-ի մասով Հովակիմյանը որոշակի այսպես ճշգրտումներ արեց խաղի կանոնների տեսակետում, դրանք հրապարակային։ Ես կկենտրոնանամ այնտեղ մի էլեմենտի մասով, այդ չարչերկված մոլդովական սցենարը, հա, գրանցել չգրանցելու հետ կապված հիմնականում ուժեղ Հայաստան կուսակցության մասին էր։ Խոսքը հրապարակային հատած, որ թղթերը եթե նորմալ լինեն, ապա ամեն ինչ լավ կլինի, թղթերը միշտ կարող են աննորմալ լինեն, հա, այսպես ասած, օրինակ այնտեղ ստորագրությունների քանակը նվազագույն չէ, չափորոշիչներ ու դեպ դա ձգձգեն օրինակի համար, հետո ասեն, գիտեք, թղթերի մասով խնդիրներ կան, ու կյանք ցույց կտա ինչ կտա։ Այսինքն ինչ որ պատրվակ ամեն դեպքում կարող են պատրվակներ, սադրանքներ, անճշտություններ, կեղծիքներ միշտ կարելի է գտնել, այդ թվում նաև այն տեղերում, որտեղ դրանք չկան։ Գոնե հրապարակային մեդիա-քարոզչական դաշտով դա ներկայացնել էպես։ Ինչ թե Փաշինյանին վստահություն տալիս, որ օրինակ ինքը հունիսի 7-ի ընտրություններում կարող է 65% քվե ստանալ, այդ նշաձողն է սահմանել ընդամենը օրեր առաջ Գյումրիում իր ելույթների ժամանակ նշելով, որ իր ձևակերպումն եմ օգտագործում, խաղաղության թիմը հավակնում է եւ նշաձող է սահմանում 65%։ Այն որ սահմանադրական մեծամասնություն են ցանկանում նորից ունենալ ազգային ժողովում։ Իրականության մեջ դա մեծ փուչիկ է։ Բայց ինքը շեմը բարձրացնում է, պահանջկոտության շեմն է բարձրացնում, այդ հրահանգը, մեսիջը, հաղորդագրությունը, պահանջը, խնդրանքը, առաջարկը ուղղված է առաջերտին իր թիմին, որ պետք է լավ աշխատեք, երկրորդը ուժայիններին, որ տարբերակ չունեք ուրիշ ձև աշխատելու, պետք է ապահովեք այս կամ այն ձև, եւ հասարակությանը, որ մենք այնքան ինքնավստահ ենք մեր ուժերի վրա, որ այդպիսի շեմ ենք մեր արժեվ դնում։ Իր լեգիտիմությունը պատմական մինիմումի վրա է, դա ակնհայտ է, իրանք էլ գիտեն, անգամ իրենց համար շահեկան ֆորմատում հասկացված, այսպես, բայց իրական թղթի վրա, ասֆալտի վրա իրենք գիտեն թվերը, սոցիոլոգիական հարցումները փաստում են դրա մասին, որ իր լեգիտիմությունն ու հանրային աջակցությունը շատ ցածր է, հա, բայց դրանով հանդերձ ինքը հրապարակային հայտ է, այսպես ասած շատ մեծ հավակնոտությամբ է, հա, ներկայացնում, որ մենք անհրաժեշտ չափ ուժեղ ենք եւ այլն, եւ մարզային այցելներ են դրա մասին խոսում, իսկ ակնհայտ է, չէ՞ որ մարզերում պատրաստվում են իրան դիմավորելու, այսինքն ինչ-որ լոյալ մարդկանց են, որ բայց անգամ լոյալ մարդկանց պայմաններում այդտեղ տեղանում հիստերոիդալ վայրք, այնտեղ խնդիրներ են իհայտ գալիս, այսպես լեզվակռիվներ, ինքը մտնում է էմոցիոնալ ինչ-որ հիստերիկ վիճակների մեջ, սկսում է մարդկանց մեղադրել այն մարդկանց, ովքեր իդեպ իր հենց ընտրազանգվածն են, հա, այդ պայմաններում խոսել 65%-ի մասին առնվազն ժպիտ կամ քմծիծաղ առաջացնում, բայց
եթե լինեին ընտրությունները օրինական, արդար, օրենքի շրջանակներում, եթե դրանք կեղծվելու են, ես հակվածություն ունեմ, որ ընտրական process-ները չեն լինելու օրենքի շրջանակներում, առնվազն մի մասով երաշխավորված է պատկերացումն է, որտեղ շատ տրամաբանական է մարդը ով արել է այն ամեն ինչ ինչ-որ երկրի հետ ինչ-որ արել է, ինքը ամեն գնով պետքա վերընտրվի իր համար։ Եվ հետեւաբար քայլերի մեջ մեծ ընտրություն չի կատարելու։ Հետեւաբար մենք ունենալու ենք խնդրահարույց վիճակ եւ ես կարծում եմ նաեւ հետընտրական process-ներ։ Եվ Փաշինյանը խոսում էր նաեւ, որ փաստացի այս նոր ընտրություններով իրենք պետք է հասնեն պատմաքաղաքական հեղափոխության։ Դուք հասկացել եք, թե ինչն է նկատի ունի։ Սա արդյոք այն է, որ պետք է լինի Հայաստանի 4-րդ հանրապետություն արդեն։ Գիտեք, Հայաստանի 4-րդ հանրապետության թեզի հեղինակը Արմեն Սարգսյանն էր, Հայաստանի նախավերջի նախագահը, հա, ում գործողել էին Հայաստան կազմակերպելու եւ կուրացիա իրականացնելու Արցախի հանձնման մասով եւ այստեղ ուժային բևեռների գեոպոլիտիկ իրողությունների փոփոխման մասով, հա, որքան էլ տարօրինակ է, իրենք այդ նույն գաղափարական թեզի այդ շղթայի շարունակողներն են, այսպես Նիկոլ Վովայի Փաշինյանի իրականությունը մի քիչ ավելի կենցաղային ու առարկայական էին իմաստով, որ դա կենցաղային Հայաստանն է, իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այո, որ մենք այլևս դառնալու ենք ինքնիշխան, Հայաստանի նման պետությունները առհասարակ գերտերությունները անգամ ինքնիշխան չեն, բայց ինքնիշխանության գաղափարը ինքը ներկայացնում է հակառուսականության ֆոնի ներքո այն պայմաններն են, որ Ռուսաստանի ազդեցությունը բավական այս ամեն ինչի արդյունքում էականորեն կարող է փոխվել եւ այս պահին էլ Հայաստանի վրա մեծ է։ Խնդիրը այն չի, որ Ռուսաստանի ազդեցության կամ Ռուսաստանի հետ գործընկերության հարաբերությունները գլխի վայր փոխեն։ Խնդիրը այն է, որ մենք կարողանանք հանուն Հայաստանի ճիշտ բալանս ապահովել թե արևմուտքի, թե Ռուսաստանի միջև։ Բայց պետք է հասկանալ, այդ արդյոք այդ բալանսը իրատեսական է եւ այլն։ Այդ պատմական հեղափոխությունն է հերթական այսպես ձևաբանությունն է, հա, լեզվական խաղն է, որ մենք գնալու ենք ինքնիշխան Հայաստանի, որի անվտանգության երաշխիքը խաղաղությունն է, հասկանում եք, կատեգորիաների կեղծում է տեղի ունենում։ Խաղաղությունը չի կարող անվտանգության երաշխիք լինել։ Անվտանգությունն է ապահովում խաղաղությունը, իսկ անվտանգության հիմքը կայուն, զարգացած, կենսունակ բանակն է, մոբիլիզացված հասարակությունը, որը ունի ինքնության առանցք։ Իսկ եթե դու օրինակ հարվածի տակ ես դնում եկեղեցուն, դու բանակի նկատմամբ այսպես խիստ վերապահումներ ես մոտենում, ընդհանրապես հարևանների արչև կապիտուլյացիոն հակումներ ես ցույց տալիս, ինչ խաղաղություն, խաղաղությունը կապիտուլյացիան սկսում ես ներկայացնել որպես խաղաղություն եւ սկսում ես այդպիսի թեզեր հնչեցնել։ Շնորհակալ եմ զրույցի համար։